Ողջույն, եթերում գիտունի գլաջոն է, ես Սարոյան Արմանն եմ և այսօրվա մեր եթերը նվիրված են գիտնական Մխիթար Սեբաստացուն, դե գնացինք։ Շատ տարիներ առաջ 1676 թվականին Սեբաստիա քաղաքում ծնվեց մի տղա Մանուկ Պետրոսյան անունով։ Նա ծնվեց հասարակ ընտանիքում, բայց փոքր տարիքից շատ էր սիրում սովորել։ Մանուկը ժամերով կարդում և ուսումնասիրում էր եկեղեցական գրքերը և հաճախ մտածում. ինչ անել, որ բոլոր հայերը լինեն կրթված և իմաստուն։ Մխիթարը նկատեց, որ շատ հայերը անգրագետ են և գրքերը դժվար հասանելի են։ Նա հասկացավ, որ եթե ուզում է փոխել ժողովրդի կյանքը, պետք է սկսել կրթությունից։ Նրա նպատակը, որ հայ ժողովուրդը դառնար կրթված և մտածող։ Բայց Սեբաստիայում նրան չհասկացան և նա ստիպված եղավ լքել հայրենիք։ Շատ դժվար ճանապարհ անցնելով նա հասավ Վենետիկ, որտեղ գտավ խաղաղ վայր՝ Սուրբ Խազար կղզին։ Մխիթարը իր աշակերտների հետ այնտեղ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։ Այնտեղ կային գրադարան, տպարան, լեզվի և գիտության դասարաններ։ Աշակերտները սովորում էին հայերեն, լատիներեն, հունարեն, իտալերեն, պատմություն, աստղագիտություն, երաժշտություն և արվեստ։ Մխիթարը հասկացավ, որ առանց գրքի հնարավոր չէ տարածել գիտությունը։ Նա ստեղծեց տպարան, որտեղ սկսեցին տպել հայերեն գրքեր։ Այդ գրքերը ուղարկում էին տարբեր երկրներ, որ այնտեղ ապրող հայերը կարողանան սովորել։ Մխիթար Սեբաստացին կազմեց նաև հայերեն առաջին մեծ բառարանը։ Այս բառարանը օգնում էր, որ հայերը ճիշտ խոսեն և գրեն իրենց մայրենի լեզվով։ Մխիթարը սիրում էր իր աշակերտներին և ասում նրանց. «Դուք իմ լուսավորության ջահակիրներն եք»։ Նրա աշակերտները հետո դարձան մեծ գրողներ, պատմաբաններ և ուսուցիչներ և տարածեցին հայ մշակույթը ամբողջ Եվրոպայում։ Իսկ վերջում էլ ուզում եմ ասել, որ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու անունը կրող կրթահամալիրում։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ եթերում։ Մինչ հանդիպում։